Դուք երջանկությունից վախենում եք խոսել, թե այնուամենայնիվ սնահավատ բաներ չունեք։ Ես այս վերջերս հասկացել եմ, որ ինչ որ բաներ այդ ոլորտում կատարվում են, առաջ չի հավատում, առաջ շատ բաներին չի հավատում։ Առաջ չի հավատում, որ ես կարող եմ ինչ որ մեկի համար հատուկ այնքան հաճելի չլինեմ, որ օրինակ ինչ որ քննարկումներ կազմակերպեմ, օրինակ ինչ որ գործողություններ անեմ, որպեսզի որևէ կերպ խոչընդոտեն քո առաջխաղացմանը, քո գործունեությանը եւ այլն։ Հետո պարզվեց, որ այո, կան այդպիսի մարդիկ լինում են, եւ ես երկնքից իջա ներքև հասկացա, որ այդպես է, տարբեր պատճառներ։ Ուրեմն այդքան դու արդեն կամեն ժամանակ ինչ որ մի բան ներկայացրել ես, որ այդ վտանգը ներկայացրել ես նրանց համար, իսկ երջանկության վերաբերող երբեմն ասում են երջանկությունը, որ լռությունն է սիրում, այն առումով, որ շատ դեպքերում դա անընդհատ ցույց տալ եւ դա անընդհատ քննարկելը կարծում եմ այդքան էլ ճիշտ չի։ Երջանկությունը պիտի վայելես։ Հանրային մարդը ուղղակի երկու կողմ ունի մեդալը, երբեմն պետքա վճարի, որովհետեւ եթե դու հանրության առջև ես, հանրությունը քեզանից պահանջում է